Տիգրան Կարապետյանի ղեկավարած ժողովրդական կուսակցությունն այսօր հանրային պահանջագիր ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանին։ Եթե մեր պահանջները չկատարվեն մինչև ամսի 28-ը, ամսի 28-ին մենք գործող իշխանավորին ցույց կտանք կարմիր քարտ, կասենք ոչ։ Ժողովրդական կուսակցությունը պահանջում է ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին, իրականացնել սոցիալական բարեփոխումներ, կանխել գնաճը, թույլ չտալ գազի, էլեկտրաէներգիայի, հասարակական տրանսպորտի սակագների բարձրացում, սառեցնել բանկերում օրեցօր աճող տոկոսադրույքները, վերացնել արտագաղթի պատճառներն ու ապահովել ներգաղթի պայմաններ եւ այլն։ Հանրային պահանջագիրը նախ ընթերցվեց, ապա փոխանցվեց նախագահի նստավայր։ Մինչ պատվիրակները ուղևորվեցին Բաղրամյան 26, Տիգրան Կարապետյանը կուսակիցների հետ շարունակեց, ինչպես նա նշեց, բացօթյա համաժողովը։ Պետք է ասեմ, որ մեր դեմ մեծ արշավ է սկսված եւ իշխանության կողմից եւ ընդդիմության։ Պրոցիկներ են բաժանում վարքապետերով, չգիտեմ ինչու են իրենք ընկճախտի մեջ։ Իրենք ասում են, որ Կարապետյանը պետք է թողնի ժողովրդին, գնա խելոք սուս միանա հակին, դուք կողմ եք դրան։ Ասաց երկրում չկա ժողովրդավարություն, իրավական պետություն, ունենք միայն բիրտ իշխանություն։ Արդեն լրագրողների հետ զրույցում հարց հնչեց իր եւ այսօրվա իշխանության մի մաս կազմող Ծառուկյանի համագործակցության մասին։ Ես կոալիցիոն կուսակցությունների հետ ընդհանրապես չեմ հանդիպում։ Այդ մարդան եւ այդ արատավորի Եվ եմ հանդիպել մի տարի առաջ։ Բացարձակ եւ անվիճելի սեղանի։ Դա ոգի ժողովուրդն է։ Ուրեմն նոր տարվա դահլիճում Հետաքրքրվեցի Գրիգոր Ամալյանի ղեկավարած հրահին պատասխանատվության ենթարկելու ծրագրերն ինչ փուլում են գտնվում։ Ես Սերժ Սարգսյանին եմ կանչելու դատական։ Իսկ հրահին Ուրեմն հրայը էդի ընդամենը կատարող է։ Դա հրահանգ եղե վերևից փակել ԱԼՄ-ն։ Եվ մենք հիմա պայքարում ենք ոչ թե ԱԼՄ-ի համար, ընդհանրապես անճշտության համար։ Իսկ Սերժ Սարգսյանը չի համար եք կանչել։ Որովհետև վերևից է հրահանգը։ Իսկ երբ եք դատական հայտարարել։ Հիմա տարան վերջնագիրը։ Դրանից լավ դատավարություն չկա։ Իսկ եթե ձեր բոլոր պահանջները չկատարվեն, ինչ եք։ Այն ժամանակ դուք կտեսնեք, եթե ինչ կլինի։ Ինչ է լինելու օրինակ։ Մենք դա գաղտնիք ենք պահում։ Տիգրան Կարապետյանը նաև արտահայտեց իր կարծիքը այսօրվա հանրահավաքի մասնակիցների սակավաթիվ լինելու վերաբերյալ։ Նորմալ է, ներկաների թվաքանակը նշեց։ Համաժողով է, հանրահավաք չէ։ Այնքան կռացին, ես ներողություն եմ խնդրում, որ ճանապարհները փակել են։ Այսօր մեր ընկերները չկարողացան գալ Դվինից, Արտաշատից, Մասիսից, ամբողջովին Արմավիրի մարզից, ամբողջովին փակել են ճանապարհները։ Հավաքի ավարտից հետո մարզերից եկած մարդկանցից հետաքրքրվեցի, արդյոք ոստիկանները փակել են Երևան բերող ճանապարհները, ինչպես Տիգրան Կարապետյանն էր պնդում։ Փակել Մասիսի ճանապարհը նորմալ է։ Նորմալ է, ավտոբուս։ Ժողովրդական կուսակցության համագիր է։ Ես անդամ եմ ժողովրդական Անդամ եք։ Դե ճանապարհները չեն փակել, Չեն փակել, մեր գիծը փակած չէ։ Բայց դե որ մարդիկ եկի հասել են հետո։ Կարող է կենտրոնական ընտրասը բանը փակածել են, ես խաբար չեմ, բայց մեր կողմը փակած չէ, ես նորաբացից եմ, քաղաքին կպած գյուղը։ Արտաշատից։ Փակեր ճանապարհը։ Մենք շուտ ենք եկել, ճանապարհը բաց էր մեր գալու ժամանակ։ Առավոտյան եք եկել։ Շնորհակալություն։ Տրանսպորտով եք եկել հասարակական։ Տրանսպորտով ենք եկել, ԱԼՄ-ի տրանսպորտն է, մեր գյուղից աշխատողը մեզ բերել։ Եղավ, շնորհակալություն։ Հա, այդ կողմն է։ Բաց էր ճանապարհը։ Ես չգիտեմ, իմ համար փակ ճանապարհ չի։